շնորհավորեմ մեր փոքրիկների տոնը, հունիսի 1-ը, եւ խոսքս ուզում եմ իրենցից սկսեմ։ Ինչ հայրենիքում են իրենք ապրելու, ինչ հայրենիքում են իրենք մեծանալու, ինչ հայրենիք ենք մենք ժառանգում մեր հաջորդ սերունդներին։ Եվ փոքր էինք, ուսումնասիրում էինք հայոց պատմությունը եւ տեսնում էինք այնպիսի ասարսուր էջեր, որ մտածում ենք, որ երբեք չենք առերեսվի տենց բանի, որ այդ էջերը փակված է, որ մեր սերունդը միայն դրական բաներ է տեսնելու, բայց ապրելով տարիների ընթացքում Հայաստանում առերեսվելով այն դժվարությունների, որ մեր երկիրը ունեցավ վերջի 8-ից 10 տարվա ընթացքում, ես հասկացա, որ մեր պատմության մեջ շրջադարձային առումով նույն շրջանի մեջ ենք, բան չի փոխվում։ Եվ դրա պատճառով մեր ապագա սերունդները ունեն վտանգ տեսնել, առերեսվել այն բանի, ինչ որ մենք ենք առերեսվել։ Հայրենազրկության, առերեսվել պատերազմների, առերեսվել աղքատության ու այն դժվարությունները, որ ունենք մենք մեր սերունդը հիմա, պատերազմներով, մի քանի պատերազմով անցած սերունդ, դժվարությունների, հակառակությունների, պառակտումների մեջով ապրած սերունդ։ Մենք վտանգ ունենք, որ մեր սերունդներն եք ունենան։ Ինչա պետք է տիչ ունենալու համար։ Գործելավոճի փոփոխություն։ Մենք այն գործելավոճը, որ ունեցել ենք վերջի տարիների ընթացքում, ցավոք ցույց է տվել, որ դա կորուստ է մեզ տանում։ Գործելավոճի մեջ պետք է մտցնենք նոր օրակարգեր։ Հայաստանի գլխավոր օրակարգը պետք է չլինի իրար բնովելը։ Հայաստանի գլխավոր օրակարգը պետք է լինի օղի վրա գործ անելը։ Ամեն օր մենք պետք է աշխատենք, ամեն ժամ պետք է աշխատենք, մի ոտ ավելի առաջ շարժվենք, կան մեր հարևան երկրները։ Եթե այդպես անենք, մեզ դեռ տասնամյակներ են պետք որ հասնենք իրենց։ Տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք այս պահին։ Եվ վտանգ ունենք, որ մեր հաջորդ սերունդը առերեսվելու է այդ աղքատության հետևանքներին, առերեսվելու է նրան, որ կողքի հարուստ երկրները այստեղ են բերելու իրենց հայրենակիցներին, որպեսզի մեծացնեն այստեղ իրենց ազդեցությունը։ Ինչա մեզ պետք դրա համար փոխել երկրի գործելավոճը։ Երկիրը մինչև հիմա ունեցել է քաղաքական գործիչ ղեկավարներ, որոնք եկել են, խորհուրդներ են տվել, հույսեր են տվել 18 թվականին, ահա որ մեծ հույս ուներ այս ժողովուրդը։ Իրապես ժողովուրդը փոփոխություն էր ուզում, բայց եղավ փոփոխություն դեմքերի եւ ոչ թե գործելավոճի։ Դեմքերը նույն դեմքերի տեղը այլ դեմքեր եկան, բայց գործելավոճի մեջ Հայաստանը որևէ ցածկ չունեցավ։ Մեր երկիրը չունեցավ այն առաջխաղացումը, որ կօգներ մեր բոլոր համայնքներին այնպիսի տեղ գրավել տարածաշրջանում, որ կողքի երկրները նայեին եւ օրինակ վերցնեին։ Իսկ հիմա ինչա մեզ պետք։ Գործելավոճ փոխել, երկրի առաջնորդ պետք է լինի տնտեսագետ, երկրի առաջնորդ չպետք է լինի դեղին մամուլի ղեկավար։ Երկրի առաջնորդ պետք է լինի ֆինանսապես ապահովված մարդ, որովհետև չապահովված մարդը վտանգ է, նախ իր շրջապատն է վտանգ, հետո ինքն է վտանգ, որովհետև իրեն ժամանակ է պետք հագենալու համար, իսկ մեր երկիրը դրա ժամանակը չունի, որ ինչ-որ մեկը էլի գա, էլի հագենա։ Մեզ պետք է ունեցվածքով մարդ, տեսած մարդ եւ նաեւ մի քիչ ավելի դիսցիպլինայով մարդ ժողովուրդ։ Կարող է դա կոպտության հետ նման լինել, բայց ավելի լավ է դիսցիպլինայով, աշխատանքով, բարի ղեկավար ունենանք, ով իրապես Հայաստանի հիմքը ուրիշ ձև դնի։ Քան սենց ասել խոսալով, իրար հետ պոնչիկ բան ուտելով, գնանք առաջ վերջում տենանք, որ հարևանները 100 կիլոմետր ժամարագությամբ մեր կողքով անցան։ Մենք չենք խոսք տալի, որ մեկից լավ է լինելու, տենց չի կարա լինի։ Մենք խոսք ենք տալի, որ սկսելու ենք աշխատել, ամեն օր տարբերություն ազգալու համայնքը, ամեն օր երկիրը տարբերություն ազգալու։ Առաջի տարին ամենադժվար տարին է լինելու, երկրորդ տարին լինելու է շրջադարձային, երրորդ տարին մենք քաղելու ենք բերքը մեր աշխատանքի։ Սիրելի հաճընծիներ, իրար հետ պետք է աշխատենք, մեր երկու փոփոխություն պետք է բերենք։ Մի հոգու աշխատանքով չի լինելու, բայց դրվածքը փոխվելու է։ Երկրի դրվածքը աշխատանքային է լինելու, չի լինելու կուսակցական։ Իմ քո ով կարողանա հարց լուծի Հայաստանի համար, մեր գլխին տեղ ունի։ Որ կուսակցությունից ուզում է լինի հայա, մեր գլխին տեղ ունի, եթե հարց է լուծում։ Այնքան հարցեր ունենք մեր երկրում, որ լուծված չէ։
ով կարողացավ այդ բեռը մեզանից վերցնի, ինչ որ հարց լուծի, շնորհակալ ենք լինելու։ Անկամ սրա այսքանից հետո, այսքան վատ բաներ անելուց հետո մենք պատրաստ ենք այն մարդկանց հետ, ովքեր պետությանը չեն դավաճանել, ովքեր հայրենիքին չեն դավաճանել, ու մաքուր ձեռքերով աշխատել են բոլոր ուժերի հետ, բոլոր ուժերից եկած այդ մարդկանց հետ, թեկուզ այսօր աշխատող մարդկանց հետ, ովքեր չեն դավաճանել մեր հայրենիքը, խնդրում եմ մի անգամ էլ, ովքեր նաև մաքուր ձեռքեր ունեն, իրենց հետ էլ աշխատել, մենակ հանենք այս վիճակից մեր երկիրը, մենակ մի օր մեր երեխաները էլի 20 տարի հետո, 30 տարի հետո ստե կանգնած չլեն ու այս խոսակցությունն էլի չտանեն։ Մենք նույն դասարանում ենք մնում։ Մենք այսքան տարի նույն դասարանն ենք։ Մենք չենք ավարտում այս դասարանը։ Ամեն տարի գործազրկություն, ամեն տարի նույն գործազրկության խնդիրը, որ համայնքում ջրի խնդիր կար, ջրի խնդիրը, որ համայնքում անվտանգության խնդիր կար, անվտանգության սրված խնդիր, չի փոխվում խնդիրները, որովհետև չի լուծվում խնդիրները։ Աջնցիներ ջան, ես նախորդ Կոտայք այցելության ժամանակ չստացվեց այստեղ գալ եւ դրա համար ես խնդրել էի մեկ առանձին օր հատկացնել, որ ես այցելեմ եւ նաեւ իմ հարգանքը ցույց տամ ձեզ։ Եվ ցույց տամ, որ պետք է փոփոխություն անենք իրար հետ, բոլորս միասին։